Նախ բարև սիրելի ընկերներ, սիրելի գործընկերներ, արդեն երկու օր այս նույն հարցը քննարկում ենք, քվեարկում ենք, մեկս էլ ինչ մնաց խոսացինք այս հարցը։ Սա ես իրոք մտածում եմ, որ եթե այս հարցը բերենք, առանց որից մի բառ խոսալու, որտեվ սենց միասնական հարցեր շատ քիչ ենք բերում ազգային ժողով, որը ժողովրդի օգտին է, էլի։ Հենց փորձեցինք, որ ժողովրդի օգտին մի բան անենք, էլ կող կատու, էլ քյաչել շուն, ելով ինչ կողցա բանակից, ով էլ ինչ տարա բանակից, ամեն ինչի մասին խոսացինք, բացի այս մարդը, որ այս օրենքը բերել է։ Հիշեցինք, թե ով ոնց տները սարքեց, ով ինչ կողցավ, ով տուշոնգա կողցավ, բանակից ով ինչ կողցավ, կերավ մեկա քթերից դուրս է գալու։ Իրանց քթերից էլ չկա, իրանց երեխեքին է, քթերից դուրս է գալու։ Լեհս չեմ տեսա, որ բանակի զինվորի հաց կողցողներն հանգարց կրակի մեջ չեն գնան։ Կամ երեխեքը նարկոման են դառնում, կամ գումարբազ, կամ կազինոներում այդ փողերը քամուն են տալի։ Այնց որ էդի թողեք ասույսին։ Ավելի լավ աստված պատժի, քան սա դատախազ։ Բայց խնդիրը ստեղ այսօր նրանում է, որ այսօր մենք ապրիլյան պատերազմի ժամանակ այնա Նիկոլաս կաս եկինչել էր եկա կռիվ։ Հրացան, վերցան մարդուեն եկել է կռիվ։ Տեսավ ինչ միասնական ենք սաղս։ Այմար պետք է պատերազմ եղի, որ միասնական ենք։ Այսօր ամոթել է, որ մենք սաղս էլ գիտենք, որ մեր պետությունը քյասի պետություն է։ Այսօր ասում ենք, խի պետական բյուջեն չի տալ այդ փողերն, փողն է տա, որ չունի, որ դիս տա։ Մարդուց բան ես ուզում, որ չունի։ Հիմա ասում ենք գողավազակ են, մեր գեներալները են, գողավազակ են, խոսախ լավ գյուղ կա, որ շում չլնի։ Ենթադրենք 3-4 օքել անամոթ են, ինչ-որ բան են արը, բայց սազում է, որ այսօր սաղ լսում են ամբողջ ազգը մեր գեներալների մասին։ Փաստորեն մտի համաչեն այդ մարդիկ այդ ֆորմենակն են արդեն։ Խոսում ենք պատրատ բոլորի մասին, բայց չէ որ այդ 4 հոգին չէ, այն 30-40 գեներալները, գնդապետները, որոնք ծառայում են այս բանակին, որոնք ծառայել են այս բանակին, հենց նրանց գեներալ չեն դառնում։ Այսինքն ինչ-որ արժանիք ունեցել են, եթե ինչ-որ ձեռնարկատվություն են ունեցել, իրոք եթե փաստեր կա, դրանց սաղները պետք է պատժվի։ Նա պետք է հասկանանք, այս օրենքը ինչի համար, այս մարդն եք ասում է, բերեք 1000 դրամ։ Հիմա պետք է ասեք, քու ձենը տակտեղից է գալի, բայր կի 1000 դրամ կոման ինչ փող է։ Հա, իրոք փող չի։ Բայց 1000 դրամն են, որ ամեն մի հայ հաշվեք, որ մտել է եկեղեցի, 2 հատ մամա վառա իր երեխեքի համար։ Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում մի մարդ կա, որի ընտանիքից բանակում մարդ չկա։ Չկա տենց մարդ։ Եթե աղբերը քուրը չի, գոնե հորքուրի տղեն, մորքուրի տղեն կամ հորոխվոր տղեն։ Ձենբոլը մենք գնացն ենք, որ մորքուրի փեսու մասին ենք մտածում։ Ինչի մասնա խոսքը։ Փողը չհավաքված արդեն փողերի մասն ենք խոսում։ Կոռուպցիայի մասն ենք խոսում։ Սարգսյան Վիգենը այս փողերը իրանց տուն չի տանելու։ 100 Սարգսյան Վիգեներ կքան բանակում կետան, այդ հիմնադրամը կմնա։ Փորձենք լավ բան անենք, այվեր։ Ամեն ինչի վրա ամենահեշտ բանը ցեղ շպրտելն է։ Ամենահեշտն մարդուն վարկաբեկելն է։ Հետո ամոթ է, սաղ ադրբեջանցիք են նայում։ Լավ, այսքան անվստահություն, գոնե բանակի նկատմամբ։ Ասում ենք ունենք ուժեղ բանակ, հզոր բանակ, ճիշտ բանակ, ու ինչ ցեխասը շպրտեցինք։ Ինչ-որ մի քանի հատ անբարոյական մարդիկ կան այդ բանակում։ Կան անա շպրտել են դուրս։ Պետք է թող դատախազությունը կանչի մարդկանց։ Ճշտվի, իմ ընկերն հետ համաձայն եմ։ Բա կողցել զինվորի հաց կողցել են ու տենց ոնց կարան տանեն ուտել էդի։ Իհարկե պետք է պատասխան տան։ Բայց օբշի գործի վրա, օբշի բանակի վրա, օբշի գեներալների կամ այլ օֆիցերների վրա ցեղ շպրտենք։ Սաղին սարքեն գողավազակ, էդի մեզի չի սազում, էլի։ Ձենբոլը այս ամբյոնից, որը ժողովրդի ձայնն է։ Սիրելի իմ լավ ընկերներ, իրոք ընդդիմություն այս արդյունք չկա։ Սա միակ բանը, որ մենք կարանք վաղել ստա չլնենք, բայց մի հատ հիմնադրամ ենք ստեղծում,
Ես ինձի շատը գիտես ինչ է դուր եկա, որ նախարարը զեկուցելու ժամանակ, եւ շատերս չենք լսում, մտածում ենք, թե ոնց սեղ շպրտենք։ Ասած այս հիմնադրամը չի շեղվելու։ Այս փողերը, որ ակվերը չենք ասում, տանենք, բանակաշինության մեջ ծախսենք կամ եկել մեզ։ Իրեք խնդիր է կատարելու։ Զոհվածի ընտանիք, առաջի կարգի եւ երկրորդ կարգի աշխատանքների համար։ Սրանից պարզ էս մարդը ինչ պետք է ասի։ Չի ասում եկուց բանակի համար կլիջու թուղթ առնենք, չգիտեմ իրանք զենք առնենք, որ խճճենք, էլ էս օրենքը, էս հիմնադրամը։ Պարզ ասում է մարդը, հայերեն լեզվով, որ իրեք բանի համար է ծառայելու, զոհվածի համար, առաջի կարգի եւ երկրորդ կարգի աշխատանքների համար։ Էլի ինչ պետք է անի, ձեմբոլետի նախարարը չի որ որոշում այդ փողերը ոնց ծախսի։ Ասեց էր դաժե կարանք ընդդիմությունից էր այդ հոգեբարձությունների խանդամ են, ինչ եմ, в общем, թողելն է, սաղ ազգնել թողտենա, ինչ եղը։ Փող, այդ փողը ոչ մեկ չի կարա տան իրանց տուն։ Եսի անձնական բան չի անում, որ գիտես ինչ, հետո ասես մի բան թրցրեց վրից։ Կանեն խայտարակ, եսի այն փողը չի, որ ուտվի։ Սիրելի ժողովուրդ, սիրելի իմ լավ ընկերներ, խնդրանքս ինչ է, որ ամեն ինչի վրա չի կարելի սեղ շփոթել։ Սարքեցինք հայոց պատմություն։ Այդ Facebook-ների մեջ էլ ինչ ասես գրում են։ Հարուստները թող փողերը տան, են չի մենք տանք, ես հարուստը գրողել չի տա։ Եթե իրան շահ չունեցա, ոչ մի բան չի տա։ Այս ժողովուրդը եւ պետք է հասկանա, որ այս ժողովրդին ինքն է իրան պահելու։ Պատերազմել է ժողովուրդն ակրվելու։ Պահելն է ժողովուրդը իրան պահի։ Մեր հույսը մեր վրա պետք է դնենք, ժողովուրդ ջան։ Այս է խնդիրը։ Միասնական պետք է լինենք։ Ամենահեշտ բանը փնովելն է մարդուն։ Երեկվանից կերան ես նախարարին։ Հիմա ուրեմն այդ նույն հարցը 100 ձևի տվեցին։ Նույն հարցն։ Մեկ հետևից էլ քանի մեկ առաջից։ Նույն բանին ասում, սա նույն հարցին տալի։ Հիմա դարի նախարար կրուտի տեղի նույն հարցը որ պատասխանես։ Այնքան Վստահ իմ արև արդեն ավեսս պահ էլա թողի գիրասի, որտև նույն բանի մասին ենք խոսում։ Ուղղակի արդյանը տարբեր յալիս տալիսին։ Անենց, բայց օրենքը նես դավ գիտես արդին, քոարը բարդ, ես ատեմ էլ կուտեմ խաղ չկա, ես իմ դար առաջ, բերեք սաղաս միասին, միասնական ձևով, սիրուն քվյարկյանք ես արդեն։ Իրոք նաև հետևենք, որ գոնե ես մեր ազգային, մեր լավ խնդիր են կատարում, նաև հետևենք, որ ճիշտ է այդում, որ խեղճների սանդեպ ճիշտ ենք, մաքուր ենք, շնորհակալություն։